Ռուսաստանն ակնկալում է, որ էներգետիկ ոլորտում Հայաստանի հետ գործակցությունը կշարունակվի։ Երկու երկրներն ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական դեսպանորդ Դմիտրի Լիցկայի ակտիվ քննարկում են Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունները։ Լիցկայը հայտնել է, որ Ռոսատոմը պատրաստ է շարունակել ատոմային էներգիայի ապահովումը ամենաբարձր մակարդակով, պահպանելով անվտանգության եւ շրջակա միջավայրի բարեկեցության ժամանակակից չափանիշները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների էներգահամակարգերի վրա։ Խուդատյանը հայտնել է, որ հստակ որոշում կա ուսումնասիրել եւ հասկանալ այդ մասով անհրաժեշտ ներդրումների ծավալը։ Նախարար Խուդատյանը հայտնել է, թե հայկական կողմը պատրաստ է այդ ներդրումներն իրականացնել։ Կառավարությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունների նոր քվոտա է սահմանել։ Ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը եւ սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820-ը։ Սուբսիդավորման առավելագույն չափը 16 միլիոն դրամ է։ 2024-ից ծրագիրը վերաբերում էր միայն Տավուշի մարզի Բաղանից, Բերքաբեր, Իրանց եւ Ոսկեպար գյուղերին, Վայոց ձորի Գոմ գյուղին։ Գործադիրի ղեկավարը հայտնել է, որ ծրագիրը դուրս է գալիս զուտ սահմանամերձ գյուղերի տրամաբանությունից եւ մտնում է դպրոցամերձ համայնքներ։ Այս պահին ըստ կառավարության տվյալների 3700 բնակարանների քվոտա կա բացված եւ շինարարություն է տեղի ունենում։ Ոսկու եւ թանկարժեք քարերի օգտագործմամբ ստացված ոսկյա զարդերի օտարման համար ավելացված արժեքի հարկ է սահմանված։ Կառավարությունը սակայն համարում է, որ յուրաքանչյուր անգամ այդ հումքի արժեքը ավելացված արժեքի հարկով հարկելը արդարացի չէ։ Ոսկյա ապրանքների իրացման շրջանառությունը եթեհատում է ավելացված արժեքի հարկի հարկի շեմը տարեկան 115 միլիոն դրամը, ոսկյա զարդի գինը ավելացված արժեքի հարկով պայմանավորված կտրուկ աճում է, եւ այդ զարդը գնային առումով դառնում է ոչ մրցունակ։ Հետևաբար գործադիրը որոշել է դրանց օտարման համար սահմանել հատուկ կանոններ։ Ավելացված արժեքի հարկով կհարկվի ոսկե իրի օտարման գնի եւ դրա արտադրության համար օգտագործված ոսկու եւ թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Երկրորդ, ավելացված արժեքի հարկով կհարկվի ոսկյա իրի օտարման գնի եւ դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել զինծառայողների ծնողները։ Նրանք դժգոհում են, որ նույն տարում ծնված զինծառայողները ծառայում են տարբեր ժամկետներով եւ ստեղծվել է անհավասար իրավիճակ։ Միևնույն տարում ծնված եւ նույն տարին զորակոչված երիտասարդները կախված զորակոչի փուլից ծառայում են տարբեր տևողությամբ։ Բողոքողները պահանջում են վերանայել այս մոտեցումը։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Շենգավիթի քաղաքապետարանում հայհոյում ծեծում աշխատակցին։ Նա պնդում է, որ վեճը սկսվել է իր աշխատավարձը չվճարելու հարցի շուրջ։ Տեսանյութը նկարահանել է հենց այդ աշխատակիցը։ Սևանա լճում եւ Հայաստանի մի շարք ջրային ավազաններում առկա է մշակութային շերտ, որի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը որոշել է միանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիայի նախագծին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում ստորջրյա մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է դրա դեմ ուղղված գործողությունների պատճառով։ Այս հիմնավորումով է գործադիրը նախաձեռնել համագործակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի միանալու ձևաչափով։ Նախագծի մեջ նշվում է, որ ստորջրյա մշակութային ժառանգություն հաստատությունը ներառում է մարդկային գոյության մշակութային պատմական կամ հնագիտական հետքերը, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ պարբերաբար կամ մշտապես գտնվել են օվկիանոսների, լճերի եւ գետերի ջրի տակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։